Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք հրաժարվելու ենք թոշակ հասկացությունից։ Կենսաթոշակը ողորմություն չէ, որ վճարվում է պետության բարի կամքով։ Պետությունը պետք է իմաստության վաստակած ներդրումով հատուցի այն սերնդին, որն իր կյանքի տարիները նվիրել է երկրի զարգացմանը, մեզ շահել ու պահել է։ Առանց առողջ մարդկանց հնարավոր չէ երկիր զարգացնել։ Առողջություն բոլորին ծրագրով պետք է հասնել անվճար եւ ամենաբարձր որակի համընդհանուր բժշկական օգնության բոլորի համար, այո, հենց անվճար եւ բոլորի համար, անկախ ֆինանսական հնարավորություններից։ Բժշկական օգնությունը չի կարող կախված լինել միայն մասնավոր ապահովագրողների կամքից եւ ցանկություններից։ Քաղաքացին ձևավորել է պետական համակարգ, հետեւաբար այդ պետական համակարգից էլ պահանջելու ունի անվճար բժշկական օգնություն իր համար, որ հիմնված է գիտության բարձր նվաճումների վրա։ Առաջնահերթը քաղաքացին է, որ ապրում է կրթության ու գիտելիքի հենքով զարգացող պետությունում։ Պետք է ապահովել երիտասարդների կրթության ամուր կապը աշխատաշուկայի հետ, ավագ դպրոցից սկսած միջին մասնագիտական կրթողակում եւ բուհում, ոլորտը բացելով մասնավոր ընկերությունների համար, որպեսզի նրանք կրթեն եւ աշխատանքով ապահովեն երիտասարդներին, մանավանդ կանանց։ Պետություն, որտեղ ամենազորեղ են իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի զգում է ինչ է նշանակում ժողովրդավարությունը գործողության մեջ։ Միայն այսպիսի պետությունը կարող է ունենալ անվտանգության իրական համակարգ, որտեղ պաշտպանված է ռազմական ներուժը, ապահովված է բարձր վստահություն նրանց նկատմամբ եւ սոցիալական բարձր պաշտպանվածություն։ Երկխոսություն հայոց Սուրբ եկեղեցու հետ, հարգանք հոգևոր ավանդույթների նկատմամբ, եկեղեցի պետություն հարաբերությունների հստակ տարանջատում, յուրաքանչյուրի դերի հստակեցում, պետության կողմից եկեղեցու ինքնավար ու պետությունից անջատ լինելու դերի հաստատում, որպես ազգային եկեղեցի, բայց նաև համագործակցություն, սոցիալական աջակցության, Սփյուռքի հետ հարաբերությունների, հոգևոր անվտանգության հարցերում։ Միասնություն Սփյուռքի հետ։ Սփյուռքը ոչ թե նրանք են, այլ մենք։ Մենք մեկ միասնական ազգ ենք, ոչ թե արտերկիրն է օգնում, այլ ազգը միավորված է։ Մենք Սփյուռքին ասում ենք. դուք հյուրեր չեք, դուք հովանավորներ չեք, դուք օտար չեք, դուք հայ ազգի անբաժան մասն եք, հայկական քաղաքակրթության, հայկական ինքնության կրողը։ Մենք պետք է ունենանք սկզբունքորեն վերարժևորված մոտեցումներ Սփյուռքի հետ հարաբերություններում։ Սիրելի սփյուռքահայեր, ձեր առաքելությունը պետք է լինի ոչ թե բարեգործությունը, այլ ներդրումները, պաշտպանված ու հատուկ արտոնություններով, պետք է լինի իրավահավասար գործընկերություն, այլ ոչ թե հայրական խնամակալություն, գործնական հարաբերություններ, այլ ոչ թե միայն էմոցիոնալ վայրի վերումներ, փոխադարձ օգուտներ որպես երկարաժամկետ համագործակցության հիմք։ Մենք ապահովելու ենք նաև կայուն անձնական ու մշակութային կապ հայրենիքի հետ հատուկ ծրագրով, որը կոչելու ենք Իմ տունը Հայաստանում։ Մենք պետք ենք իրար։ Հայաստանն առանց Սփյուռքի թույլ է, իսկ Սփյուռքն առանց Հայաստանի երկար գոյատևել չի կարող։ Եկեք կառուցենք միասին, որպես գործընկերներ, որոնք ծառայում են միավորված ազգի նպատակների համար։ Անկախ, ինքնիշխան, անվտանգ եւ կայուն զարգացող Հայաստան, այս հիմնարար գաղափարներն են ընկած լինելու նաեւ մեր արտաքին քաղաքականության հիմքում, որի ռազմավարական հիմնական սկզբունքներն են։ Հայաստանը պետք է հանդես գա ինքնուրույն միջազգային օրակարգով։ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ռազմավարությունը պետք է ծառայի ուղեցույց այն մասին, թե ինչպիսին է Հայաստանի դերը տարածաշրջանում եւ աշխարհում։ Սեփական ժողովրդի եւ միջազգային հանրության համար կանխատեսելի եւ պատասխանատու արտաքին քաղաքականություն, շահերի համադրման եւ ոչ թե հակասության վրա հիմնված բազմակողմ համագործակցություն, ճկուն, այլ ոչ թե հարմարվող արտաքին քաղաքականություն, հավատարիմ մնալով ազգային պետական շահերին ու արժեքներին, վստահության, հավասարության եւ փոխադարձ հարգանքի ու շահավետության վրա հիմնված միջազգային համագործակցություն, միջազգային իրավական արտաքին քաղաքականության գործիքակազմի լիարժեք կիրառություն։ Մենք կունենանք խելացի պետություն, որը հիմնված է գիտության ձեռքբերումների վրա։ Թվային տեխնոլոգիաները պետք է ծառայեն արդարության գործին, արհեստական արգելքների վերացում ազնիվ բիզնեսի համար, սկզբունքային նոր մոտեցում, արագ կապ քաղաքացիների եւ գյուղերի միջև ժամանակակից ենթակառուցվածքների միջոցով։ Պետք է հրաժարվենք մշտական ճգնաժամերի տրամաբանությունից։ Այս սկզբունքներով աշխատանքի շնորհիվ
հանուն ընդհանուր նպատակների մենք հետևյալ բանաձևով կկարողանանք միավորել կոռուպցիայի դեմ պայքարողներին ազնիվ գործարարների հետ, բարեփոխումների կողմնակիցներին կայունությունը գնահատողների հետ, արևմտամետ հայացքները բազմակողմանիության կողմնակիցների հետ, փոփոխություններ տենչող երիտասարդությանը փորձառու քաղաքական գործիչների հետ։ Այս կերպ մենք կվերացնենք հասարակության բևեռացումը, հնարավորություն կստանանք թույլատնել լարվածությունը առանց մեր սկզբունքներից հրաժարվելու, կլինեն նույն նպատակները, բայց արդյունավետ եւ վարդասիրական մեթոդներով։ Կառուցում ենք արդար հասարակություն միասին, այլ ոչ թե իրար դեմ, հավասար արդարություն բոլորի համար։ Այս մոտեցումներով մենք կբարձրացնենք Հայաստանի միջազգային իմիջը աշխարհում, ժողովրդավարական ինստիտուտներ եւ առաջնորդներ ավտորիտար պոպուլիստների փոխարեն, հուսալի գործընկեր անկանխատեսելիության աղբյուրի փոխարեն, կայունության կղզի ճգնաժամերի փոխարեն։ Մեր քաղաքացիների մի մասը հնարավոր է ասեն, թե երկխոսությունը թույլատնում է պետությունը եւ կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր։ Այս մտավախություններին մենք միանշանակ պատասխանում ենք։ Արդարությունը բացառում է որևէ տեսակ կոռուպցիա, խնամի բարեկամություն, ավտորիտարիզմը անթույլատրելի է, անկախ դրա քաղաքական գունավորումից։ Ուժեղ ինստիտուտները խարիզմատիկ առաջնորդներից ուժեղ են։ Մեզ պետք է ուժ, արդարության եւ միավորման միջոցով։ Իրապես ուժեղ պետությունը արդար պետությունն է։ Երկխոսությունը եւ փոխզիջման համաձայնությունը հարկադրանքից ու հակադրությունից ավելի արդյունավետ են։ Մենք դա կապահովենք արդարադատության անկախ համակարգով, զերծ պահելով որևէ մեկի քաղաքական ազդեցությունից։ Երկարաժամկետ կայունությունն այս րոպեական, տակտիկական, ճակերտավոր հաղթանակներից առավել կարևոր է։ Հասարակության իրական միավորումը ազգային ուժի գլխավոր աղբյուրն է։ Ոչնչացնելուց ու քանդելուց ստեղծարար ճանապարհին կանգնելը քաղաքական համակարգի հասունության նշան է։ Եվ վերջում, ջանքերը արդյունք են տալիս։ Միասնության թևեր նախաձեռնությունը հրավեր է բոլոր հայերին միավորվելու պարզ, բայց հզոր գաղափարի շուրջ։ Հայաստանում կարող է եւ պետք է հաղթանակի արդարությունը։ Սա հասանելի նպատակ է։ Մեր գլխավոր ուղերձն է դա շտկել, ուղղել կարելի է, եւ մենք դա անելու ենք միասին, արդար ու արդյունավետ։ Արդարության ուղղված ջանքերը բոլորինս են։ Յուրաքանչյուր մեր հայրենակից, անկախ նախկին կամ ներկա քաղաքական նախընտրություններից կարող է կազմել այս շարժման մասը։ Հակադրության դարաշրջանն ավարտված է, եկել է արարելու ժամանակը։ Շնորհակալություն։